գույքը ծախում ես, այդպես հավայան կխզիներ։ Թեյնիկը դվար։ Թեյնիկը որ ծախեր, սասախ կծախեր, չէ։ Թեյնիկը դվայց տակ տվիր, 10 էր, ասում 9-10։ 9, հա։ Այդ եվրո 10 ցենտ ինֆլյացիա։ Ինֆլյացիայի թեմաներն է, ասես նստեմ։ Ոչինչ, մի ուրիշ տեղից բան կանես, կհանես։ Հա, կգա։ Արա։ Դիշկան վախտա իրար չենք խոսած, հալա ամիսներ, չէ։ Վերջինը երբ էր, երևի մի ապրիլ։ Կարալնի։ Այդ վախտը։ Կարալնի։ Ինչ կա, ոնց է կյանքը։ Լավ, թու լավ, աշունն եկավ։ Իրականում դե սպասում էի, մինչև ես մենակ զրույցներ էի անում, մեկ ես էի սպասում, մեկ արաբներ սպասում, որ մեկ պետք է զրույց ունենանք, բան։ Ախպեր ջան, այնա գոնե եկար։ Բայց կփորձենք այնց անենք, որ գոնե ուրել ելնենք, հեռու ելնենք, տենց ինչ-որ, հա, էլի, կարողանանք գոնե այդպես նկարենք, կոմպով խոսանք, բան։ Կարճ ասած։ Մենք իրար այդ նյութ ունենանք, էլի։ Ես կյանքում ուրել, որ գնանք միշտ ընկերներ մենք։ Հա։ Շատ ուժեղ ռաբիզներ կապ է։ Շատ ուժեղ ռաբիզներ։ Գիտեմ որ դա չես սիրում, բայց լավ գուսանական բառեր կա։ Գուսանական։ Արա միգուցե չգիտեմ, դե դա էլի երաժշտություն, որը որ ինձ թվում է եղբայր, ամեն ինչ էլ հավեսի բան է, չէ։ Հա։ Շուտ երբ որ դու քո տրամադրությունները փորձում ես տարբեր ելևեժների ներքո, կարող է ինչ-որ տեղ, ինչ-որ տրամադրություն, ինչ-որ մեկին բռնի։ Ես այն ժամանակ, որ հիշում եմ, օրինակ մեր թաղերում են, որ բանը, որ մուզիկալնի ցենտրները նոր էին, այդ ինչ կլկլոցներ էին հնչացնում, ու տենց մուզիկալնի ցենտրներ էին առնում, հայաթը դնում դեն ժամանակի ինչ ինտերնետ իշպան, տենց ռաբիս CD-ներ էին գտնում, բան։ Վերում էին դնում էին այդպես տղերքը էլի այն ժամանակով կարող է 22-25 տարեկան խոսքի ու տենց պարկում էին իրանց հայաթի, միշտ հայաթում մի հատ տենց բանա չէ լնում, պարկելու թախտա չէ լնում։ Հա, գյուղերում էլի տենց պարկելու ոնց որ ինչ-որ մի տեղ ալնում էլի թախտա։ Թախտի պես մի տեղ էլի որ առավոտը կոֆե խմեն հայաթում բա։ Տենց այդ ջահելները տես պարկում էին այդ թախտերին ու այդ կլկլոցը ու սենց ինչ-որ երազանքներով դեպի կին, աղջիկ, սենց ինչ-որ երազելի կյանք, սիրած աղջիկ կամ արա ժամանակ էլ է հետաքրքիր։ Լավ է դա այդ բաների ռաբիզների որ սեր ասախ։ Հա, այդ ելևեժները ինչ որ մի քիչ սեր տալիս են, էլի։ Ինչ որ թեմաներն էլի, հա, էմոցիան հլեմիկան, բայց թեմաները ոնց որ ձգտումը, հա, ինչ որ հա, սերա։ Ճիշտ ես ասում, կա այդ ռեպի նման ինչ որ անհասկանալի բաներ չեն, բիթ չի, էլի, ուղակի, որ մեջը հա կարող է խոսքի շատ պարզունակ ինչ որ տեքստեր են, բայց տեքստը կպնում է։ Ես չեմ հերքի։ Այդ պարզության մեջ էլի դրա համար է ռաբիզը բանա, չէ՞ բացում ռաբոչի։ Օ, ես չգիտեմ էլի աղբեր։ Ռաբիզ։ Արա ինչ որ ռաբոչի, հա, իսկուսство թե ինձ մի բան, yani աշխատավորների բան, մշակույթ էլի։ Չգիտեմ ռուսերեն ոնց է, բայց այդ է yani բանը։ Արա ու նայ կա ռաբիզի ինչ-որ տեսակ, որը որ այնքան պարզունակ է, որ օրինակ ինչ-որ բան է, yani ուրախ ելևեջ է, դրա վրա հավաքած է ինչ-որ անասուն բառերի մի հատ կազմված տեքստ, որ օրինակ էդի ինձի էմոցիա չի տալի։ Բայց կա ռաբիզ էլ, որը որ կարող է այդպես խորը կլկլոց լինի, բայց ինչ-որ տեքստ ունենա մեջը, որ մի քիչ պատմություն տա։ Արա չգիտեմ մենք խիենք վերջներ ոդքասթները դեռից սկսում ջոգել ես երաժշտությունը։ Հա, այ դրա տակ ես օրինակ ինչ-որ կարող է մտքերով կամ հույզերով կամ էմոցիաներով գնամ հեռուներ։ Այն օրը օրինակ ոնց որ տունը հավաքում էինք, ես ու Մինան, ու տես լիքը բան էինք գցում ու ես տես ահագին մի 10 քանի տարի առաջ ես փլեյերն էլ ունեի մի քանի հատ MP3, որոնց մեջ կային չիպեր, մի 16 գիգաբայթանոց։ Այդ մի չիպը ես հիշում եմ, որ դաժե բանակից ժամանակ ունեի, էլի։ Այնտեղ էս փոքր հեռախոսներ կային, որ կարում էիր։ Հա, այն ժամանակ դաժե 8-էր, 16-էր։
ահագին երգեր կար վրան։ Ու տենց ես մտածեցի, ասի չէ, չեմ ուզում գցեմ, որովհետև այդ երգերը ինչ որ էմոցիաներ են, չէ, բերում։ Հա, բա ոնց։ Չգիտեմ, որ հոտը զգում ես ու հոտն էլ է ինչ որ հիշողություն, չէ, քեզ բերում։ Նույնն էլ ինձ թվում է երաժշտությունն է, էլի, որ բաներ ես լսում, խոսքի Eminem-ից երգեր կային այդ ժամանակ, որ հելել էին, ես ընդեղ էի լսում ու դա տեղով ասոցացնում, կամ ես նոր պետք է գնայի բանակ, այն Շակերայի, այն ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ բանը երգը, դա էի շատ լսում, որ դա էլ է այդ ասոցացնում։ Երաժշտությունը ինքը ասոցիացիաներ տվող բաներ է, էլի։ Դա շատ ավելի ուժեղ, քան հոտը, էլի, ինձ թվում է։ Ճիշտ է, հա։ Բայց քո մեջ օրինակ որն է ավելի sense ինտենսիվ ասոցիացիաներ ստեղծում երաժշտական առումով, էլի, որ բանի երաժշտությունը, որ տեսակի, էլի, որ ժանրի։ Հա, հետաքրքիր է։ Չգիտեմ, այդ չեմ մտածել։ Նայ, ասենք Ռաբիզը խոսքի լսում ես բանի վաղտ, ինչ որ կամ բեսամ ցինիկ վիճակի մեջ ես, տես ցինիկ մուդա, տես վեժում ես, տես ասենք թաթուլի գարունը ոնց կարած դու լուրջ լսես։ Հա, հետ չես կարող, բերանդ բացվում է այդ տափակությունից էլի խոսքի, բայց ու նաև ասենք վայելում ես, sense ինչ որտեղ Ռաբիզը ոնց որ տալիս է այդ, եթե Հայաստանում չես ելնում, տալիս է տենց ինչ որ հայկական ասոցիացիաներ, որտեղ ինչքան էլ լիքը բաների հետ համաձայն չես ընդ ապրելով, բայց եթե մի քիչ երկար խոսքի դուսն ես լինում, կարոտում ես այդ այն դեմքերին, որոնց որ զզվում է իր խոսքի, ասենք էլի։ Հա։ Իրանց մեկը էլի կարոտում ես, որտեղ երեխա վախտվանից տենց տեսել ես էլի այդ դեմքերին։ Այդ բաներն է տալի, տենց ինչ որ տալիս է այդ պատկանելիությունը բան, ասենք Երևանին, Հայաստանին եւ այլն խոսքի։ Բա կարգին հաղորդում է։ Կարգին հաղորդումը այդքան շատ չէ, երևի, որտեղ երեխա վաղտ չեմ նայել, տենց մեծ վաղտ եմ սկսել։ Հա, մեծ վաղտ ես սկսել նայել։ Երեխա վաղտ դեռ Ռաբիզը չեմ լսել, բայց հետո ավիրվել։ Հա, հետաքրքիր, որովհետև ես հիշում եմ երեխա վաղտ ես օրինակ սպասում եի, երբ պետք է կարգին հաղորդման նոր բաները էլի այն ժամանակ նայում էինք, ամեն շաբաթ էլի բան, հա, ժամով, բանով, հա, ինչ-որ կոնկրետ ժամ կար։ Բայց ես լիքը մարդկանց գիտեմ, որոնք որ օրինակ տենց երբ որ սկսել են ապրել արտասահմանում, էլ ավելի հաճախակի են սկսել նայել։ Իմ մոտ այդ տենց բան չի եղել, օրինակ ես էլի հետ չեմ եկել կարգին հաղորդմանը կամ այն վիտամին ակումբին, բան չի եղել, տենց ֆազա, որ դրանից ինչ որ քաղցս, ինչ որ բան անեմ մարեմ, էլի, կարոտի քաղցը։ Դա չի լցրել։ Հայ տենց ինչ որ էպիզոդներ, բաներ, որ կարող է YouTube-ում հանդիպեր նայեի, բայց ինքը ինչ չի ձգել, որ դրանով ես կարամ քաղց բան անեմ, էլի։ Հա, դա կրկիր է։ Որտեվ լրիվ հասկանում եմ, էլի թեխի հետ կարա տա։ Ոնց որ էլի, ոնց որ տենում ես անընդհատ ինչ որ դեմքեր եւ այլն թեմաներ, բան sense ու շատ ռեալ է, էլի, այլանդակ ձևի ռեալ է խոսքը։ Շատ։ Այն ձևեր լինը, որ մի բա որ ասենք եմ որ սա կարգիներ նայել ես, sense հագեցել ես բան եմ, որ sense կրկնում ես եւ այլն։ Ու սկսում ես ապրել, ասենք Երևանում, տես դրվագներ ալնում, ջոգում ես լրիվ, ասենք մեկին մեկ այդ բռնում է, չէ՞։ ասենք խոսքի շինարարների հետ գործ բռնել էլի կամ բանվորների։ Դա Էդի մեկից մեկ խոսքի, ասենք այդ այն, ասենք սիրելի մորքուրա խոսքի, ասենք։ Այդում խոսքի, չգիտեմ, մատսենց experience ես ունենում, փորձ ես ունենում այդ բանվորի հետ։ Այդում ես տուն կարգինը դնում ես, ասում ես սրա մեկին մեկ էսա խոսքի, էլի ասենք այդ տավար, այ աննասում։ Արա լրիվ է։ Կապ քարտիկ էր բարեբան են, որ պպզած։ Հա, ճիշտ ես ասում, շատ են բռնել իրանք իրականից էլի, ոնց որ կա է։ Ու այդ էլ ասենք ինչքանով լավ կամ վատ լինի, մեկը դու կարոտում ես էլի, այդ ասենք այն նույն պահն է, որ դպրոցի վաղտ կհիշես երևի խոսքի տղեկ կային, որ ոչ մի տիպի դիրք ու ձիրք չունեին, ասենք խոսքի կամ եւ այլնի, բայց գնում ասենք կայնում էին, ասենք աղջկա դասանի դեմը, որ ամեն անգամ զանգը տա, ասենք դասամիջոցին աղջիկը հելնի իրան տենա ու տես մի 3-4 տարի խոսքի, ասենք 3-4 տարի ինգեր, եթե դու դուրը բացես ելնես մեկի դեմքը տենաս, խոսքի 4 տարի օր 3 բացես այդ դեմքը չկա, ոնց որ չզանգ, ուր ինչ է։ Ու քեզ թվում է թե կարոտում ես։ Ճիշտ է։ Դու քեզ թվում է որ նա կարոտում ես հաստատ, դա լավ սովորություն չէ, որ։ Ու հետո տես
քեզի թվում է թե սիրում ես ու տենց մարդիկ ամուսնանում երեխեք են ունենում։ Հա, ճիշտ ես ասում գրքներին ռոլավի կառնում։ Բայց ըստ քեզ դες բան կա, այսինքն դրա մեջ այդպես ճշմարտություն կա, որ ինչին սովորում ես, սկսում ես սիրել։ Չէ, եթե ինքը կոնկրետ վատ չի ազդում քո վրա, էլի։ Եթե անալիզ չես անում, եթե քո ասած ներսը չես գնում, ներս գնացող մարդ չես, հա։ Հա, չէ։ Հա, եթե տախտակ ես խոսքի տենց ինչ-որ մենակ տեսար ու ուղեղը սովորեց դրան ու քեզի սիգնալ է տալի, որ երևի սիրում ես, էլի։ Մենակ մնալուց վախում ես, անալիզ չես անում բաները եւ այլն, տենց նստում տենց։ Հա, հոսքը ոնց որ այդ հոսքը քեզի տանի, էլի, դու ոնց որ հիմք չունենաս, իսկ այդ հոսքը շատ հանգիստ տանում է արտաքին, էլի այդ։ Շատ Իսկ մի բան տեսար անընդհատ տեսար ֆուկլյար էլի այդ կազմությունը արտաքին պա էլի քեզի հարց չես տալի ոնց որ հա ինչ եղավ այդ մարդուն խեմ ես կարոտում եւ այլն էլի կարոտել է ինչ ջոմս այդ լիքը մարդ ընկեր դրանք էս քիչի բան անում նստի իր մեջ հասկանա այդ էմոցիաները տարանջը դի մատ կարոտելը սիրելը չգիտեմ խղճալը կարեկցելը տարբեր բաներ են էլի այդ այդեն շատ չեն նստում խորանում էլի ապահովությունը սիրելու հետ են խառնում խոսքի Think Հայաստանում շատ տես դեպքեր կան, որ տես շատ տրիվիալ կոպիտ անջում, այս խոսքի փողի համար ամուսնանում են, բայց փողն է իրականում ապահովություն է, որ ասենք էլի լրիվ հասկանում ես խոսքի խիա մարդը տենց անում, հա։ Չես ընդունում, բայց հասկանում ես սաղին։ Ու ջոգում ես, որ այդ մարդը խառնել է ապահովությունը սիրո հետ, ասենք գիտի որ հա խոսքի ինքը ինչ-որ փափուկ, ասենք ջպի մեջ է, տենց ինչ-որ պուպուշ տեղեր է գնում, պուպուշ տեղից պուպուշ տեղ, արանքային ասենք ոչ մի տենց ինչ-որ experience չի ունենում, որ պիտի չգիտեմ, դուսը կայնած մնա մի 5 րոպե, ասենք, տենց մի հատ այդ անասուն ինչ-որ միջավայրերի հետ շփվի, Էդի դառնում է իր համար հարմարություն, ջոգմա որ հարմարությունը իրան բեսամ դզում է, ինքը սիրում է հարմարությունը, բայց հարմարությունը ով է provide անում, ապահովում է այդ երիտասարդը։ Ասում է, այո, ես իրան սիրում եմ։ Ես սիրում եմ քեզ, գառնիկ, ասում է։ Գրնո, կյանքս։ Ճիշտ ես ասում։ Սասագում տենց։ Տղերքի մոտ ինչն է, այսինքն տղերքի մոտ էլ տենց սիրուն կուկու, բան, տենց։ Հավանաբար, հա։ Էդա։ Կապ չունի, քանի օպերացիա արա։ Հա, ուղղակի վիզուալ էլի, հա, տենց տեսա, всё, էլի։ Վիզուալ լեզվին չտա, sense չակերտա։ Հա, դες բաներ էլի։ Չհետարքիր է այդ ամեն ինչը էլի։ Այդ ընտրության թեման շատ հետարքիր է, թե ոնց է դա տեղի ունենում մեծամասնության մոտ էլի։ Ու դա շատ էլ նաև բան է, հետարքիր է այն առումով, թե տարբեր երկրներում դրա տարբերությունները խիա տենց։ Օրինակ տարբեր երկրներում տարբեր է, հա։ Ինչ որ ոչ թե ինչ որ չափով մեծամասամբ մարդիկ իրանք վիզուալով ընտրողներ են։ Բայց ուրիշ ֆակտորներ էլ կան, որ այստեղ կա, այնտեղ չկա, այնտեղ կա, այնտեղ չկա։ Այդ ապահովությունը, օրինակ, հենց մեկը այստեղ Գերմանիայում իսկ թվում է կարող է մի քիչ այլ ձևի լինի, հա, որտեղ ոչ մեկ ապահով չի։ Որովհետև ոչ մեկ ոչ ապահով է, ոչ էլ ցույց է տալիս ապահովի, հա, այսինքն բայց 3 լիտրից ավել ծավալով, ասենք, մեքենա չունի, էլի։ Այ ապրեսը տենց էլի ինչ-որ այդ մեքենա գոյություն չունի խոսքի, չկա այդ ամեն ինչը։ Սա ունեն առողջական ապահովագրություն, okay։ Այսինքն ըստեղի ապահովությունը այդ ալֆայությունը չի։ Ջոգել ես։ Ստե քուլը լինելն է։ Ստե քուլը լինելն է, այսինքն ստատուս ունենալ, ընկնում խոսքի։ Հա, ինչ որ դիրք ունենալ գործի մեջ, չէ՞, տենց ինչ որ խոսք։ Դրանք է երևի տենց շատ չէ, էլի ոնց ջոգել եմ։ Ես ավելի շատ ջոգել եմ բաների վրա, թե ինչքան շատ փախած հոբի ունես։ Էդ էլ է ճիշտ ասում։ Ոնց որ ինչքան ես cool էլի, ասենք այդ ձևի։ Ինչքան ես տեխնոների գնում, ասես ինչ որ բաներ ականջով ունես, մի ականջիդ, ասենք քանի հատ պատու։ Piercing-ներ, բաներ, ինչքան ես անեմոցիա, անտարբեր, խոսքի, ինչքան անտարբեր ես, այնքան cool։ Հա, ճիշտ ես ասում։ Ինչքան ես դու քո կյանքով, որ հա, էլի դու լրիվ նույն անտարբերությունն էլի, հա։ Հա։ Ու բայց դու նաև այդ ամեն ինչի տակ կա այն, որ եթե այտենց մարդ, ուրեմն մեկից մեկ այդ որ այդ մարդու հետ երկար ճամփա դժվար կլինի, չէ՞ այդ հա։ Ոնց է էլի գալիս, որ մարդը ինքը տեսնում է այդ ամեն ինչ, իրան դուր է գալի, բայց նաև գիտի, որ այդ մարդու հետ երկար ճամփա չունի ինքը էլի։ Բայց ինքը գնում է դրան, էլի։ Օրինակ, ստեղը տենց է։
Ստեղ կապերը դե ես չասեմ բան, բայց այն որ կապերը իրանք ոչ թե երկարին գնացող են, ոչ թե հիմնային են, ոչ թե դու գիտես որ ինքը կտևի բան, այլ դու գիտես որ այդ կապերը ոնց որ պայմանավորվածություններ շատ լինեն, էլի։ Իմ իմացածով, իմ տեսածով եմ դա նկարագրում, էլի, հա։ Վարձը կիսելն է, ինչ ես աշխատում, ես ես, դավայ, լավ է, երկուսով այսքան ենք ստանում, դա այդ ամեն ինչը ոնց որ բերում ասում է լավ է, հարմար է։ Այդ հարմարի ֆակտորը միշտ կա։ Ու դա այնքան տեսանելի է ու այնքան շատ է, որ մարդիկ ոնց որ տրվում են այդ հարմարին, խոսքի նոր գեներացիաներն էլ գալիս են, ոնց պետք է իրանց ընտրությունն անեն, հարմար է։ Հասկանում ես։ Մյուս կողմից էլ այդ հոլիվուդյան ֆիլմերը, բաները են, որ ներկայացնում են, որ պետք է սերը լինի բուրըն, բան են, որ հո, սենց ինչ-որ պատմություններ ճողճորում, չէ, որ ինքը իր մեջ այնքան էմոցիա ունի, որ գլուխդ կորում է եւ այլն, սենց բաներ, ու նորմալ մարդ արդեն այդ երկուսի մեջտեղը կորցնում այդ եզրը, թե իրականը որն է։ Իրականը որն է։ Չգիտեմ, ախպեր։ Բայց ըստ իս այդ իրականը կառուցելն է։ Այսինքն ըստ իս իրականը այն է, որ երբ որ գիտակցում ես այսքանը, ու երբ որ դու այսքանը գիտակցում ես, այդ միջին եզրը գտնելն է ու ինքդ ներդնում ես ամեն ինչը այդ ամեն ինչի մեջ, այսինքն ամեն ինչը դինի հոգևոր ապահովություն, ամեն առումով, որովհետև եթե մի ֆակտորը տեղ չլինի, այդ ամեն ինչը կխարխլվի էլի, ու բոլոր ֆակտորները գումարում ես ու սկսում ես ներդնել այդ ամեն ինչի մեջ, կայունացնել, ծաղկացնել, սիրել, սիրվել էլի։ Թե չէ ինչ չի թվում, որ դա sense մատի ճտոցով տեղի է ունենում։ Չգիտեմ, դու ոնց ես կարծում։ Չգիտեմ, ապա։ Չգիտես։ Չգիտեմ։ Այդ կառուցելն է, ինչ որ նայ, ասենք ոնց է դա define անում էլի, որտեվ կա այդ Արակա ոնց որ երկու ասպեկտ, չէ՞ դրան, ոնց որ մեկ հարմարվելն է, մեկ փոփոխելը խոսքի։ Ոնց որ ինչ որ մի հատ feature տեսար մարդու մոտ, այն ինչ որ առանձնահատկություն խոսքի տենց, հա։ Ու դու որոշում ես դա խոսքի տենց փոխես, թե ասենք հարմարվես դրան։ Իհարկե կա իդեալական տարբերակը, որ խոսում եք ուղակի առանց էգոները մի կողմ դրած, խոսքի ասենք դրամաբանորեն սիրուն խոսում եք, դա ջոգում եք ոնց պետքա լուծել այդ առանձնահատկությունը, ասենք գցենք եթե վատոտ առանձնահատկությունն է, քո համար վատ ասենք։ Կամ է պետք է խոսքի ինչ որ հարմարվես, ասես դե լավ, ոչ ոք սենց հա, ինչ որ այա։ Կամ է պետք է տենց վիզ դնես փոխես, տենց ինչ որ չգիտեմ, բարբերաբար կռիվ անելով կամ բան էլի։ Էլի իդեալականը այդ իրար հետ խոսալ էդի ջոգելն է, փոխելը չգիտեմ, կարաս, ոնց որ մանիպուլացնես ջոգում ես այդ մարդուն, ասենք ինչ որ տենց վարժացնես, sense կոպիտ ասած, էլի դրան դեմը կայնելու տիպի էլի խոսքի տենց։ Որ ճիշտ չի։ Հա, չէ, կոլ տալն է էլի չի էթոմ ինչ որ կարող է գնա ինչ որ պայի տրակի են մարդուն։ Այն մարդը մտածի թե ինքը թակավորական թագուի, տենց ինքը ամեն ինչ ճիշտ է անում, դու է տենց պետք է բան հարմարվես։ Ինձ թվում է հենց ամենա զրոյական կետը այդ էգոները դնելն է մի կողմին էլի, որ ոչ ես եմ ճիշտ, ոչ դու ես ճիշտ, ուստեղ ճշտի ու սխալի թեմա չի, այլ ուղղակի թեման կայանում է նրանում, ոնց անենք, որ այդ երկուսս էլ ինչ որ քար ենք սենց ներկայանանք, երկուսս էլ գրզոտ քարեր ենք, սենց ծայրեր ունենք, էլի, ոնց իրար կպնենք, ոնց շփումը տեղի ունենա, որ ամենա քիչ վնասներով չփխլվենք ու սենց այս շփումը մեզ հարթացնի դեպի իրար կամ իրար հետ էլի, հա։ Ու երբ որ դու ես արտահայտվում, ինքն է լսում, ինքն է արտահայտվում, դու ես լսում, ուտեղ գալիս է այն թե դու ոնց արտահայտվես, որ ինքը դա ընդունի, կամ ինքը ոնց արտահայտվի, որ դու ընդունես։ Ինձ թվում է այդ մեթոդը, որ դու արդեն գտնում ես, թե ինչ, այսինքն թե միտքդ ոնց ասես, որ ինքը վերցնի։ Ինձ թվում է դա զրոյական կետը, ու մեկ էլ էգոյի դնելը մի կողմ էլի։ Որովհետև ես սենց եմ հասկացել, որ
մենք մարդիկս ամեն մեկս մեր թե լեզվա մտածողությունն ունենք, թե արտահայտվելու ձևը ունենք, ու թե ընկալելու ձևը ունենք։ Ու էդի մեկից մեկ, այսինքն մեկից մեկ կարող է մի 100, 200 կամ 1000 հոգու մեջ մի քանի հոգու դու գտնես, ով քո ձև կընկալի ու քո ձև կարտահայտվի։ Իսկ մնացած բոլորը տարբեր կերպ են խոսում, մեկը տեխնիկական է խոսում, մեկը էմոցիոնալ է խոսում, մեկի ընկալողունակությունը մի քիչ այլ է, քո արտահայտած բառերն ու շարադրանքը իրան չի հասնում այնց ոնց որ դու ես ուզում ասես։ Ու դա բերում է արդեն հակասությունների, լարումների։ Իսկ դու դրա համար ամենաառաջի ճանապարհը գտնելը դա էնա, որ դու կարողանաս նկատես, թե այդ մարդու մոտ որ ձևն է, որ ինքը վերցնում է քեզնից։ Որ անտենա լինի 10 ալիքը, ասի չէ ախպեր, էսի չեմ ընդունում։ Փոխես ալիքը 10-ի որ ջոգես, ընդունում է թե չէ։ Արա, նայ, խոսքի տես տես բարդ process է, չէ։ Բա խի, ոնց որ խի ես ուզում։ Ոնց որ նայ, այդքան ջանք պետք է դնես, չէ, ասենք ընդհանուր եզրեր գտնես, բանակցես, ասենք խոսքի տակտիկաներ, ստրատեգիաներ եւ այլն գծես, մշակես։ Ոնց որ ինչն է ուլտիմատ գոլը, ոնց որ խի ես ուզում այդքան ջանք ու էներգիա դնես, որ ելնի, ասենք։ Հա։ Որովհետեւ ըստ իս, երբ որ դու փորձառություն ունես մենակ լինելու, ու այդ քո փորձառությունը ինչ որ մի կետի գալիս է ու դու գիտակցում ես, որ մենակ լինելն էլ է ինքը սահմանափակ, որ դրանից հետո քո ինքնառեալիզացումը արդեն տեղի չի ունենում, դու հասկանում ես, որ նաև կա այս աշխարհում երես, որտեղ որ դու կարաս ահավոր շատ էլի սովորես, ու այդ երեսը այնա, երբ որ դու էլ մենակ չես։ Ու դու գտնում ես այն մարդուն, ում դու 80%-ով մոտ ես քո հոգևոր, արժեքային, էմոցիոնալ աշխարհներով, ու երբ որ դու այդ գլոբալ կորիզները գտնում ես, իսկ թվում է այդ կորիզներն ամենակարևորը։ Ու հետո դու գիտես, որ դրա վրա ուզես թե չուզես, պետք է աշխատես ու ինքն էլ քո վրա։ Որ դու գնաք հարվեք իրար ու դառնաք միություն, մի հատ մեծ կոնգլոմերատ։ Բայց այս աշխարհում, հիմիկվա աշխարհում մենք մանիպուլյացված ենք շատ, որովհետև մեզ տրվել է միշտ ինֆորմացիա, որ հալած թափած պետք է լինի։ Ու դա էլ եկել է այդ կեղտոտ հոլիվուդյան ֆիլմերից կամ ռոմաններից, գրքային տեսքով, որ ամեն ինչ հալած թափած է, ու գիտես ինչ sense Weekend-ի երգերից, ա։ Ու դրա համար մարդիկ այսպես բաժանվում են իրարից, որովհետև իրանց կարծիքով մոդելը դա է։ Պետքա դու հալած թափած սիրտդ վառվեց, այդ պայն էմոցիատ, պայթեց բան, էտա սերը, ու հետո դու տեսնում ես այդ մարդիկ մի շաբաթ հետո սառած իրար հետ ոչինչ չունեն։ Ինձ թվում է ամենակարևոր կետը հենց այդ է գտնել ձևը փոխհարաբերման։ Ու գիտես ինչ, որ բանը, որ քո հետաքրքրությունները ինչու են կայանում, որ դու դաժե ուզես այդաս ֆուտբոլ խաղալու, ինքը ասի թռվռալով հելանք, օրինակ, հա։ Այսինքն, որ դու դաժե այդ միջավայրում մի հատ ընկեր չունես, ում դու կարաս տեսնես, ինքը լինի այն մարդը, ով քո հոբիները կկիսի, ով քո հետաքրքրությունները կկիսի, ով այդ քո հետաքրքրությունների մեջ կզվարթանա։ Էդի շատ լավ ես ասում։ Պես նայ, ոնց որ ես բան եմ անում, էլի ոնց որ ասա ոնց ուզում ես իմ հարազատ չարի փաստաբանի դերն է։ Հա, լրի, ու այս դերքը։ Չէ, դու թարգմանում ես։ Ասենք այդ ամեն ինչը կարա ընկերն է անի, ընկերները։ Չէ, ու հետաքրքրությունները քիսի եւ այլն եւ այլն։ Բայց ինչը չի կարա ընկերը տա, ընկերը չի կարա երեխա տա։ Երեխա տա։ Որովհետեւ գոգվանք տա։ Սա ուզում են, բայց չգիտեն խի ոնց որ միջև մը ես տրամաբանական ոչ մի բացատրություն չեմ լսել, ու ես էլ չունեմ տրամաբանական բացատրություն, բայց հաստատ գիտեմ, որ խոսքի ուզում եմ։ Հա։ Կարող է արդյոք այդ ամեն ինչը դու պատրաստ ես անել, հանուն ոնց որ քո սերունդը շարունակես, քո տեսակը շարունակես, այսինքն այդ
Հա այդ բանակցությունները եւ այլները, հա, տենց անընդհատ իրար հարմարացնել, հարմար վերերը եւ այլն ջոգելը, թե ոնց անել, որ ավելի երկարակյաց լինի ձեր հարաբերությունները։ Արդյոք այդ ամեն ինչը սաղ ոնց որ բնազդային մակարդակն եմ փորձում ուսումնասիրել, էլի կարող է բնազդային մակարդակով քեզ տիպում այդ անել, որ դու վստահ լինես, որ գալիք սերունդդ ոնց որ առողջ լինեն, որտեվ կարծում եմ սա համաձայն են ու տենց փաստեր եկա, որ ոնց որ երեխան թույն բալանսավորված ալում, երբ որ երկու ծնողներ կան, էլի, երբ որ բաժանված չեն, միանշանակ։ Ու ընդհանրապես ինձ թվում է նաև երեխու առողջ ձևավորման գործում ավոր մեծ դեր ունի, որ ծնողներն իրար սիրեն։ Այսինքն ծնողների մեջ այդ սերը չէ, որ ուսեն այդ ինչ-որ չգիտեմ ռոմանտիկա, չէ։ Ծնողների մեջ լինի հարգանք, կարեկցանք, էմպաթիկություն, իրար լսել, հարգելու, չգորգռալու, կռիվ չանելու բանի եւ այլն, հա։ Որ այդ երեխեն տեսնի, որ իր հերը, իր մորը լավ է վերաբերվում։ Որովհետեւ երեխեն իր հոր հետ իր հարաբերությունը ձևավորվում է հենց այն կետից, երբ որ ինքը տենում է, որ իր հերը իր մորը լավ է վերաբերում, քանի որ իր կապը դեպի մայրը ինձ թվում է ավելի սերտ է, քան դեպի հայր։ Չգիտեմ, լիքը մարդկանց ես լիքը չէ, մի քանի մարդկանց ես այս միտքը ասել եմ, որ ես իմ կարծիքով, որ երեխեն մորը ավելի մոտ է, քան հորը։ Բայց մարդիկ կան, որոնք որ հերքում են դա, էդի էլի եմ ասում, որ էդի իմ կարծիքն է զուտ նաև նրանից, որ երեխեն կնոջ մեջ է ձևավորվում։ 9 ամիսը քիչ բան չի, ու այդ բոլոր էմոցիաները ինքը ստանում է։ Ու ոնց կարա ինքը, չգիտեմ, ես նաև իմ փաստից եմ ասում, իմ փորձից, որ ես էլ իմ մոր հետ իմ հարաբերությունն այլ է, հորս հետ այլ է։ Ու ես շատ եմ դիտարկում այդ, թե իմ հայրը ոնց է վերաբերվում իմ մորը, ըստ դրա է ձևավորվում իր նկատմամբ քո վերաբերմունքը նաև։ Դրա համար այդտեղ մեծ ֆակտոր է, որ այդ երկու ծնողները ոչ միայն իրար հետ լինեն, այլ նաև իրանց հարաբերությունները այնպես լինի, որ երեխան տեսնում ասի, «Արա, ընտիր է, նա ինչ լավ մոդել է էս»։ Ես էլ եմ ուզում բազմանալ։ Ես էլ եմ ուզում սենց կամ բազմանալ։ Հա։ Արա սա դրա վրա է ինձ թվում ապրել։ Իսկ կյանքը լրիվ դրա հիմքի վրա է, դրա հիմքի խոսքի է ստագի քոր, ասենք գեներդ շախ տալն է։ Դրա վրա է աղբեր։ Արա փառքն էլ է դրա վրա։ Ով շարունակվի բան ասենք։ Փողն էլ է դրա վրա աղբեր։ Հայտնիությունն էլ է դրա վրա։ Ինչը որ կա մարդուն, որ մարդը կարա ուզի ունենա այն գայթակղությունները։ Արա էդի sense գալիս ասես ճյուղավորվում, վերջում դառնում է հակառակ սերի նկատմամբ ձգողություն։ Այո, ինչքան հայտնի եղար։ Այդտեղ փակագծերը փակ ապեր։ Ինչքան հայտնի եղար, այնքան ավելի լավ, ինչքան փառք ունեցար, այդքան ավելի լավ, ասենց ասած։ Ինչքան գումար ունեցար, այդքան ավելի շատ։ Էսա թեման։ Դրա համար էլ կինն էլ ինքը ավելի շատ իր ինստինկտայինությամբ, երբ որ ինքը գիտակցությունը հələ մի կողմա դնում, իր ինստինկտայինությունն էլ տանում է նրան, որ տղամարդը ապահով լինի։ Ու այդ ապահովությունը ու գենետիկ առումով առողջ լինի։ Կնոջ համար դա էլ է շատ կարևոր, որ ինքը տղամարդուն տերմա ֆիքսում է առողջ։ Ու երբ որ այս ֆակտորները գումարվում է իրար, հետո արդեն կնոջ համար այնտեղ գալիս է էմոցիոնալություն, սեր, վերաբերմունք, հարգանք ու սենց բաներ, էլի, բայց այդ առաջի սիգնալները այդ է էլի իրականում։ Հա, ապահովություն, որ մեծ տակուկ տոն լինի, հանգիստ բազմանան։ Հա, հիմքում էդ է դրած, այս կյանքի հիմքում էդ է դրած։ Խոցելի ալնելու էլի, ասենք, երբ որ երեխան ծնվավ, մի քանի տարի խոսքի, դա հղի ժամանակվանից սկսած ահավոր խոցելի է ինքը։ Շատ։ Ու եթե ֆանտաստիկ ապահով չի ամուսինը, չի լինում եղբայր։ Հիմա տես լիքը մարդ կարող է այս մեր զրույցը լսի, ասես ինչ են ասում, բայց զուտ մեր կենթանական հիմքում էդ է անկած։ Ոչ մի կին ինքը չի գնա, չի ուզի հղիանա, երբ որ ինքը ապահով չի։ Դες ամեն ինչը պետք է պատկերացնես մի հատ, ասենք, հին ժամանակների վրա։ Այ ապրես։ Մի 2-3 դար առաջ։ Մենք գնալու ենք հետո ավելի դասերի եղբայր։ Պարտադիր, հա։
մեծ սիրով։ Էթանք աղեղ ենք մի քիչ։ Չէ, որտեվ հիմա ահագին բաներ խառնված է, ջոկ մեսը շային հետ գալու, ահագին բաներ խառնված է ու մարդիկ լիքը բան հարցականի տակ են դրում, ու ճիշտ են անում։ Ճիշտ ես ասում։ Թեկուզ լինի ֆեմինիզմ կամ եւ այլն տես թեմաները, որ ձգտումա խոսքի են մտքին, թե ասենք կինը պետք է բանը լինի, ավել լինի տղամարդուց կամ սենց ինչ-որ բաներ։ Որ էլի բաներա, որ էքսպերիմենտալ է, ջոկ։ Այդ է ուզում ասի։ Այդ սաղ էքսպերիմենտարա տես, բայց մարդկության սկզբից միջև հիմա, որ 12000 տարի առաջվանից ա եղել մեզնից, այդ է հայտնին ամենահինը։ Այդ վաղտվանից միջև հիմա խոսքի այդ մոդելն է աշխատել։ Հա։ Մարդիկ նայել են, չէ, տղամարդը ունի էս իր դիրքը, կինը ունի էս իր դիրքը։ Եվ այլն, լիքանդե ուրիշ բաներ էլ, ես չխառնեմ, բայց հա։ Հա, այս կյանքի հիմքում ոնց էլ պատտվես գալիս ես դրան, ու հետարքիրը գիտես որն է, որ էդի այն ամենամեծ կարիքն է, որ դու ոնց էլ պատտվում ես, դու դրան չես կարող մերժես։ Ոնց է օրինակ, երբ որ դու գիտես, օրինակ դու հաց ես ուտում, սնունդ ես ուտում։ Սնունդդ գնում է մարմնիդ մեջ, ոնց է ինքը բաժանվում, ինչ նյութեր են, ինչերից առանձնացնում, քեզ ինչ մասնիկներ են տալիս եւ այլն, դու այդ բոլոր կոնստրուկցիան գիտես ոնց է տեղի ունենում այդ երևույթը։ Բայց ասենք թե դու գիտես, դա չի նշանակում, եթե դու դա գիտես, դա քեզ թույլ կարա տա, որ դու առանց սննդի ապրես։ Կամ դառնաս վեգան։ Կամ դառնաս, հա, օրինակ, ավելի։ Արա դե էլ ասենք այդ ինչ է, էլի ասենք։ Չեմ մարդ, եղբայր։ Խի։ Բայց արա կենթանի ենք կերենք էր ժամանակի սկզբից մինչև հիմա, այդ քնից ելան որոշին, որ պետք է չէ, առանց մսիլնի։ Ջոմս այս ամեն ինչը նշանակում է, որ կյանքը շատ հարմար է մեր համար։ Մենք կարանք կռանդը բացենք, տաք ջուր գանք, իսկ նախորդ դարում տաք ջուր գալու համար պետք է գներ, փետ կդրեիր, բերեիր, տառեիր, ջուրը դնեիր վրան, ղազանը դնեիր, այո։ Շատ հարմար է կյանքը, ու սկսում ենք գնանք դեպի բանի, որ ապահովության մեջ պարկում ես, գնում ես դեպի ավելի մեծ ազատության աշճանների, իսկ էքսպերիմենտների մեծ ազատության աշճանը կոչվում է քաոս։ Հա, դա էլ կա։ Հələ թեմայից այնքան հələ չգնանք, բայց հետարքի թեմա կա այդ քաոսը։ Զուտ այդ կարիքը կեն ոչ մեկ չգիտի դոլարով տա դրա։ Քաոս։ Բայց չես կարծում, որ այդ էլ այն կարիքն է, որին դու դեմ էլ չես կարա գնաս։ Երբ որ դու մենակ ես ապրում ես, ասում ես ախպեր, հա, ես այսքան ապրեցի մենակ, այսքան կորզեցի կյանքից, հասկացա, գիտակցեցի, բայց հետո դու ուզգում ես, որ դու որպես մարդ, քո մարմինը, քո այս յաշիկը այնց է կառուցված, որ դու դրա մեջից չես փախնի, դա էլ է մաս քո ու ինքը քեզ սիգնալներ է ուղարկում կարիքների, որոնց դեմ դու ուղղակի չես կարա հելնես։ Ու մեկն էլ այդ շատ կոպիտ է ասված գեներացվելու, այսինքն նորը ստեղծելու, նոր մարդ ստեղծելու մեծագույն կարիքն է։ Այո։ Ոնց է որ կինը ինքը էս իմ շինած մարդիկ են, էլի։ Հա։ Նայես ասես։ Հա։ Բայց ես դրա մեջ եմ որ տխրություն տերում ապեր։ Անկեղծ եմ ասում։ Տխրություն եմ տերում։ Գիշ ձևի էգոիստական է։ Շատ էգոիստական է, շատ էգոիստական։ Տեսակ այնքան լավն է, որ պետք է իմ տեսակից լիքը լինի։ Քո մոտ եղել է օրինակ sense վիճակներ, որ դու sense ինչ որ տեղ նստած ես, դու գիտես դու ով ես։ Դու ներս գնացող մարդ ես, դու ինքդ քեզ բացահայտող մարդ ես։ Բայց sense լիքը մարդիկ են այդ պահին տեղով անցնում, ասում ես ու լրիվ տարբեր ձևերի, տարբեր կոնստրուկցիաների մարդիկ, գույների, չափերի։ Որ ասում ես այսքան մարդը ստե ինչ է անում ախպեր։ Ինչ են անում այդքան մարդիկ։ Ու ամեն մեկը ոչ մի աղերս չունի երկրորդի հետ, լրիվ տարբեր ինչ որ թե հոգեբանությամբ, թե էությամբ, թե իրավ մարմնով, թե կազմությամբ, ամեն ինչով տարբեր։ Ասում ես այսքան ինչ են ստե անում։ Ու բայց այդ դու տեսնում ես բոլորին, դե բոլորն էլ իրականում մեզ են այդպես տեսնում ու իրանց մտքով անցնում է։ Բոլոր մարդիկ իրանց մեջ ունեն այդ ամենագերագույն
կարիքը որ շարունակություն տանես կյանքում։ Մի հատ է կինոից մի հատ բան է տեսել, կտոր է տեսել կինոն չեմ տեսել, ինչ որ շորթ էր։ Որ մեկը ասում էր թե նրա համար ենք այդ ամեն ինչը անում, որ մեր պատմությունները կանանք կիսենք ինչ որ մեկի հետ, ոնց որ ինչ որ մեկին ունենանք, որ մեր կյանքը կիսենք կամ մեր պատմությունները կիսենք։ Իրար հետ գնացեք ինչ որ արձակուրդ եւ այլն հետ եկակ։ Եթե կողին հետ լավ պատմություն պատմողա, ընկերների հետ հավաքվել եք ու այդ արձակուրդի պատմությունն է պատմում, դու աշխարհում մեկ ես անում խոսքի։ Հա։ Այդ մոմենտներն է կարելի։ Բայց եթե մոռանում ասենք ամեն ինչ կողիդ մարդը, դա մի քիչ sense լիքը բան հարցականի տակ է դրվում էլի խոսքի, ասենք օրինակ կոզեիր դու խոսքի ինչ որ մեկի հետ ապրեիր, որ ամեն օր խոսքի իր հիշողությունը reset ալնում խոսքի։ Ասենք արդյոք չես կարող, հա։ Ինչ որ չի դառնա, չէ՞։ Չի դառնա։ Ամեն օր նոր մարդ էլի։ Հա, ամեն օր նոր մարդ։ Կամ ասենք իրար հետ ապրածը չի հիշում խոսքի, կամ քո մասին չի հիշում, ասենք։ Պատմությունը շատ մեծ դեր ունի, չէ՞։ Հա, դու ուզում ես մեկին ունենաս, որ քեզ կկարեկցի, քեզ թևութիկում կլինի, քեզ պատմությունդ կշարունակի։ Ոնց որ հա, այն քո արած, չգիտեմ, սխրանքները նույնիսկ ասենք բան կլինի։ Կմեծարի, չէ՞, կմեծացնի։ Երկեր կհյուսի քո սխրանքների մասին։ Հա, այսօր իմ հորը ես հետ էի ասում ընտիրա, չէ՞ սաղ, լավ, ամեն ինչ կա, նորմալ է կյանք, ասում նստի գրի։ Քո կյանքի մասին օրինակ նստի գրի։ Որովհետև ես որպես զավակ, ես օրինակ ուզում եմ, որ ինքը իր պատմությունը գրի, չէ՞։ Տես, այդ էլ է այդ։ Դու ուզում ես, որ ես օրինակ իմ մաման բանաստեղծություններ ա գրել, մենք երեխեքով, քուր աղբերներով տպեցինք իր համար գիրք, այդ էլ է պատմություն, ծնողի պատմությունն է, ինքը ժառանգ է թողել, իսկ ժառանգը փորձում է գեներացնի իր ծնողի ստեղծածը, ու որպես արժեք տա։ Ու այդ դրանք ահավոր են, որ անպատասխան, շատ անպատասխան հարցեր են ու գործողություններ են, որոնք որ թաքնված են ամենախորքում, ու այդ խորքում հենց այդ շարժիչ ուժն է, էլի, այդ գեներատորն է, որ դու պետք է շարունակություն տաս, ու տեղով փակվում է ամեն շղթան։ Դու տեղից այն կողմ էլ չես կարող մեթաս հասկանալու համար, ախպեր, բա խի էտի, խի ա տենց։ Հա լավ շարունակություն, հա շարունակություն, խի ա տենց։ Չէ, շատ անպատասխան են այդ ամեն ինչը ու դու գալիս ես վերջում, ինստինկտի վրա լրվում ես, սպասես էր ախպեր, ինստինկտն է պատասխանը։ Ու դա ահավոր տխուր է։ Հա։ Արանգերս արա։ Հա։ Մեխանիզմ էլի, մեքենա էլի։ Շատ բաներ անգեր բնազդի վրա, շատ բաներ։ Մենք է դեր այտենց ես ինչ էր։ Մարդիկ բանաստեղծություններ են գրել, որ կարաս կարդաս ճոգես, որ սա բնազդի վրա է։ Հա, ճիշտ ես ասում։ Ինչ որ հորմոնների ազդեցության տակ կամ այսինքն։ Շատ կարդացել է, լավ է շարադրել, դրել, գրել է ու դարել է դա մի հատ մեծ ինչ որ բան։ Իրականությունը ցույց տվող, բայց լրիվ բնազդա էմոցիոնալ ինչ որ մի վիճակ, որը որ լրիվ քիմիա է, էլի, ներսի քիմիա է։ Արի քեզ իմ այդ բան սստամ, բայց գտեվի էս միջը։ Ցույց ես տալու թե կարդաս։ Չէ, ցույց եմ տալու։ Ուրա։ Una momento։ Չէ, լավ հետո էսի կտեվի։ Հա։ Էսի կտեվի։ Լավ, դե այս էպիզոդը այսքանով ավարտենք։ Հա։ Ավարտենք, այո։ Ավարտենք։ Այո։ Նոր թեմա չբացենք։ Հա։ Կիսատ մնա։ Ապրեք, հուսանք շատ այտենց կրիտիկ չեք վերաբերվում մեր զրույցներին, որովհետև լրիվ անկեղծ է ու լրիվ բաց։ Այո, բացեք ձեր մտքերը եւ հոգին։ Հա։ Ահավոր լավ է որ բաց ես խոսում։ Դա ինչ։ Մերսի ախպեր ջան։ Ես ապրում որ պիտի բաց չխոսես։ Էլ մի ասա, որ մի հատ բաց չունենք էլի։ Всё, մերսիներ։ Գնացիք ցա։
ու առայժմ